ժառանգականությունը շատ հզոր ֆակտոր է այս հարցում։ Գրեթե չեմ հանդիպել իմ պացիենտների մեջ մարդ, որ եթե ծնողները ունեն, ինքը չունենա։ Եթե անգամ այս պահին չունի, տարի, 1 տարի, ինչ-որ ժամանակ անց անպայման ունենում է, շատ ուժեղ է ժառանգականությունը այս գեղձի առումով, խնդիրով։ Եվ հղիությունից առաջ, հղիություն պլանավորելուց առաջ, թե տղամարդը, իմ կարծիքով, անպայման նաև, թե կինը, հատկապես կինը, անպայման պետք է առաջնահերթ, ամենասկզբում ստուգեն վահանաձև գեղձը, ինչը հավատացնում եմ ձեզ մեծ դեպքերում չի լինում։ Ես օրինակ ունեցել եմ պացիենտներ, զույգ, որը տառապել է մի քանի տարի առնվազն անպտղությամբ։ Գիտեք, դիմել էր պատահական ընդ որում, դիմել էին ինձ, պատահական ստացվեց ինձ դիմելը, ուղղակի այսպես ասած ձեռքի հետ։ Իրենց մոտ էր այս ամբողջ իրենց հետազոտությունը, գիտեք, ես ապշեցի, որ բազմաթիվ հետազոտություններ են արված եւ անգամ կրկնվում են նույն հետազոտությունները, բայց ուղղակի արված չի, բացարձակ ոչ մի բան վահանաձև գեղձի վերաբերյալ։ Անտեսվել է ընդհանրապես։ Եվ հերիք էր ստուգումը վահանաձև գեղձի կնոջ մոտ եւ հայտնաբերումը աուտոիմուն տիրեոիդիտի ֆոնի վրա հիպոթիրեոզը բավարար էր այդ իրավիճակի բուժումը եւ 2-3 ամիս անց այդ զույգը, այդ աղջիկը հղիացավ։ Եվ իհարկե շատ մեծ ուրախություն էր դա ինձ համար, որտեվ անգամ նրանք չէին պատրաստվել ինձ, պատահական ստացվեց ինձ դիմել, ուղղակի նայեցի թղթերը, տեսա, որ շատ հետաքրքիր դեպք էր, ուղղակի անտեսվել էր, պարզապես մոռացվել էր, այդպես կարող է լինել, բոլորիս մոտ կարող է այդպես լինել, երբ դու կենտրոնանում ես ինչ-որ մի խնդրի վրա, դու մոռանում ես ինչ-որ մի կողմնակի բան, բայց այդ կողմնակի բանը կարող է լինել շատ կարևոր,